Ողջույն, ձեզ հետ են Մարիան և Սուրենը, եկել ենք բացահայտելու Անկորը, առասպելական թագավորության սիրտը։ Նախորդ հոլովակում պատմեցինք, թե ինչպես հասանք Սիեմ Ռիփ և ինչպես գնացինք մեր 3-օրյա Անկոր համալիրի տոմսերը։ Եվ ահա մեր առաջին օրը, գնացինք։ Բարի լույս բոլորին, ձեզ հետ է Tripping Couple-ը, դեռ ժամը լուսադեմ 5-ն է, մենք դուրս ենք եկել հյուրանոցից, մեզ հետ վերցրել ենք նախաճաշ, նախորոք ասել ենք հյուրանոցին, ահա գալիս է մեր տուկտուկը եւ գնում ենք Անկագոր, անգամավորենք լուսաբաց է այնտեղ։ Դե ինչպես տեսնում եք, շատ մութ է, սա երեկվային կամուրջն է։ Ահա թե ինչքան շատ մարդ կա Անկագորում վաղ առավոտյան լուսաբաց դիմավորող։ Պատմական կադրը մենք առաջիններից ենք։ Առաջին օրը ուսումնասիրում ենք Անկորի երկու գլխավոր տաճարները՝ Անկոր Վատը և Բայոնը։ Անկորը հարավ-արևելյան Ասիայի ամենակարևոր հնագիտական վայրերից մեկն է, տարածվում է մոտ 400 կմ քառակուսի տարածքի վրա։ Այն գրեթե 4 անգամ մեծ է Նյու Յորքից։ Այ մարդիկ իրանք են եղել, իջեր են սարքել, ասենք 12-րդ դարում։ Մի քանի դար շարունակ Անկորը եղել է քմերական թագավորության կենտրոնը, տպավորիչ հուշարձաններով, մի քանի տարբեր հին քաղաքային հատակագծերով և մեծ ջրամբարներով։ Անկոր տաճարը կենտրոնական տաճարն է համարվում ընդհանուր պարկի, և հեշտ է հասկանալ, թե ինչու։ Այս վեհաշուկ կառույցը հսկայական է, 5 աշտարակներով, որոնք ուղղված են դեպի երկինք, նվիրված լինելով հինդու աստված Վիշուին։ Այս անհավանական տաճարը ամեն օր այցելում են հազարավոր մարդիկ։ Այժմ գնում ենք դեպի հաջորդ տաճար, քանի որ տարածքը հսկայական է, մենք վերցրեցինք տուկտուկ, մինչև հաջորդ տարած ոտքով 1 ժամ է։ Մեր հաջորդ տաճարը, որի առջև այժմ կանգնած ենք, Բայոնն է, ընդհանուր 216 դեմք կա, պատկերացնում եք։ Բայոնի տաճարը կառուցվել է 12-րդ դարի վերջին, թագավոր Ջայավարման 7-րդի կողմից, որպես իր մայրաքաղաք Անկոր Թոմի պետական տաճար։ Բայոն տաճարի դեմքերի նշանակությունը գիտական բանավեճի առարկա է։ Ամենատարածված կարծիքն այն է, որ այն ներկայացնում է կամ բուդդայական, կամ տաճարի կառուցող Ջայավար թագավորի աստվածացված կերպարը։ Դեմքերը նաև համարվում են աստվածային իմաստության և բուդդայական ուսմունքի ամենուրեքության խորհրդանիշը։ Փղեր, ժողովուրդ։ Քանի որ տարածքը շատ մեծ էր, որոշեցինք բայք վարձել և ինքնուրույն շրջել տարածքում։ Եվ ահա մենք կրկին ուղևորվում ենք դեպի ետ տաճարների մոտ դիմավորելու այրախուզը։ Ասում ենք այս հրաշագեղ ճանապարհն է։
բավականին հետաքրքիր մանրաքանդակներով են, ներս կմտնենք ավելի հստակ կտեսնենք։ Այդ են tripping couple, մենք դարձել ենք Tomb Raider-ներ եւ շատ երկար օր է այսօր։ Առավոտ ժամը 5-ից արթնացել ենք, դրսերն ենք 4:30-ից։ Գիտես ինչին է նման են բանը, հեն որ այդում են ոսկիներն է գտնում երկու ընկեր։ Հա։ Ինչ էր այդ մուլտիկի անունը։ Էլդորադո։ Էլդորադոն, հա, Էլդորադոին էլ է նման։ Հաջորդ տաճարը Պրեխան տաճարն է, որը կառուցվել է 12-րդ դարում։ Տաճարի անվանումը նշանակում է արքայական սուր կամ սուրբ սուր։ Ո ինչ հետաքրքիր են քարերի ձև են կողմի։ Ռուիններ էլի։ Նմանատիպ բան Թայլանդ Այյուտայայում կար, ավելի մեծ տարբերակները։ Բաժանվում է այսպես սենյակ։ Տարբեր սենյակների, ոնց որ սա միջանց կլինի ու երկու կողմերից սենյակներ են։ Բացահայտում ենք Siem Reap։ Այստեղ քիչ բակվիտոն է խաղում, պարում են, Իդեպ Siem Reap-ում լավ անգլերեն է։ Ահա վերջացավ առաջին օրը, սպասեք երկրորդ օրվան։